Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 2։ Իսկ հիմա գնա, ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես։ Ելից 4-րդ գլուխ 12-րդ խոսք։ Տիրոջ շատ ճշմարիտ ծառաներ խոսելու մեջ դանդաղ են, և երբ նրանց կանչում են իրենց տիրոջ գործը կատարելու, մեծ շփոթության մեջ են ընկնում վախենալով, թե իրենց թոթովախոսության պատճառով կարող են վնասել բարի գործին։ Այդպիսի դեպքում լավ է հիշել, որ հենց Տերն է ստեղծել այն լեզուն, որն այդքան դանդաղ է, և մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի մեր արարչին չմեղադրենք։ Հնարավոր է, որ դանդաղ լեզուն այդքան մեծ չարիք չէ, որքան որ արագախոս լեզուն, և քիչ խոսելը հաճախ ավելի մեծ օրհնություն է, քան անպտուղ ու շատախոս ճառերի հեղեղը։ Անկասկած է նաև, որ մարդկանց հոգիները փրկող իրական զորությունը մարդկային ճարտախոսության մեջ չէ, իր գեղեցիկ խոսքի դարձվածքներով, նրբագեղ արտահայտություններով և տպավորիչ ցուցադրություններով։ Խոսքի սահունության պակասը այնքան մեծ թերություն չէ, որքան առաջին հայացքից թվում է։ Եթե Աստված է մեր բերանի և մեր մտքի հետ, ապա մենք կունենանք մի բան, որն անհամեմատ ավելի արժեքավոր է, քան ճարտասանությամբ հնչող պղինձը կամ համոզելու արվեստի ղողանջող ծնծղան։ Աստծո ուսուցումը իմաստություն է, իսկ նրա ներկայությունը զորություն։ Փարավոնն ավելի շատ պատճառ ուներ վախենալու թոթովախոս Մովսեսից, քան Եգիպտոսի ամենասահունախոս հռետորից, որովհետև Մովսեսի խոսքերի մեջ զորություն կար։ Նա խոսում էր պատուհասներ և մահ։ Եթե Տերը մեզ հետ լինի մեր բնական տկարության մեջ, ապա մենք կգոտևորվենք գերբնական զորությամբ։ Ուստի եկեք Տեր Հիսուսի խոսքը համարձակությամբ խոսենք, ինչպես որ հարկն է։